շնորհավոր բառը միշտ օգտագործում ենք մի առիթով մի բանի համար մարդու ծննդյան տարեդարձնա կամ չգիտեմ ինչա մարդ մի բանա մի նոր բանա ձեռք բերել ասում ենք շնորհավոր բայց ես այս վերջի շրջանում շատ մտածում եմ այդ բառի մասին հիմա տեսեք մեզանում կա շատ այդպես նմանատիպ բառեր վաստակավոր լուսավոր արհեստավոր եւ այլն ասենք շարքը կարանք հա վաստակավոր նշանակում է վաստակներ ունեցող լուսավոր նշանակում է լույս ունեցող արհեստավոր նշանակում է արհեստներ ունեցող չէ այս բառերը են շնորհավորն է նշանակում է շնորհներ ունեցող այսինքն մաղթենք որ այս տարի Աստծո շնորհը մեր վրա լինի մենք բոլորս լինենք շնորհներ կրող մարդիկ աստվածային շնորհներ կրող իսկ ինչ է շնորհը հենա երբ որ բարձր մեկը մեզ մի բարիք է գործում հա ցածր մարդը վերևինի չի կարա Ռամիկ իշխանին չի կարա շնորհանի իշխանը կարա Ռամիկին շնորհանի այսինքն երբ որ ինքը իր բարձությունից այնինք Աստված մեզ շնորհ կարա անի մեզ բարիք կարա տա իր օրհնությունը կարա տա էսա ուրեմն մաղթում եմ որ այս տարին մեզ համար բոլորի շնորհներով լեցուն տարի լինի գիտեք մենք պիտի իրականությանը նայենք հիմա այս տարվա մեր վիճակը ավելի վատ է քան նախորդ տարվա վիճակը մենք հիվանդ ենք Աստծուց հեռացած լինելով Աստծու շնորհներից զրկված լինելով եւ մենք կարիք ունենք բժշկվելու ինչ անենք աղոթենք ջանանք Աստծո շնորհների մեջ առավել լինել էսա մեր բժշկության ճանապարհը ուրիշ ճանապարհ չկա գոռալով գոչելով ինչքան խոսենք ոչ մի բան չի փոխվի բա ինչա պետք անել Աստծուն մերձենալ, Աստծո հետ լինել, Աստծո պատվիրաններով ապրել, Աստծով ընթանալ մեր կյանքը, որ մեր կյանքերը բարի լինի մեզ։ Մաղթում եմ, որ այս տարին այսպիսին լինի մեզ համար։ Հետաքրքիր է, Արամ առաջին մեծիտանքի լեգիոկաթողիկոս այս տարին հայտարարել է հոգևոր վերանորոգման կամ վերազարթոնքի տարի։ Դա Աստված, որ այս բառերը խոսք չմնա։ Իսկապես մենք այս տարվա մեջ ունենանք հոգևոր վերանորոգում, վերազարթոնք, մեր հոգևոր կյանքը փոխվի։ Այսինքն մենք ոչ թե մարմնով ապրենք, տեսեք, ասում է կայսրին տուրք տամ, թե չտամ, ավետարանը կարդացին, չէ, ամեն տարի կարդում ենք այդ հատվածը։ Կայսրը աշխարհն է, Աստված, չէ, Քրիստոսն ինչ ասեց։ Ասեց կայսրինը տվեք կայսեր, Աստծունը տվեք Աստծուն։ Մենք շատ հաճախ մեր կյանքի մեջ, մեր գործնական կյանքում կայսրին տալիս ենք, այսինքն այս աշխարհին ինչ որ պետքա տալիս ենք, բայց մոռանում ենք Աստծունն էլ Աստծուն տալ։ Այսինքն մենք ամբողջ օրը կարանք աշխատենք նյութական վաստակի համար, բայց մենք չենք կարա օրվա մեջ մի ժամ տնամադրել Աստծունը տալու համար, իր հետ լինելու, աղոթք անելու, ավետարան կարդալու, հոգևոր ընթացքի մեջ լինելու, առաքինի գործեր անելու, ծերանոց գնալու համար, խեղճին կարիքին օգնելու համար։ Գիտեք, սրանք բաներ է, եթե ասես հնարավորություն չկա, այդ հնարավորությունը կա։ Ամեն ուրբաթ ծերանոց են գնում, բա ինչ չեն գալիս, ծերեր չկան, ժամանակ չկա, կարիքը չկա, չէ, որտեղ մենք մենակ աշխարհին ենք աշխարհին տալիս, մենք գործի պիտի գնանք, մենք պիտի վաստակենք, Աստծուն չտանք, այդ վաստակը ինչքան էլ մենք վաստակենք, մեզ դատաստանի օրը չի օգնելու, բայց մի հատ ծերին, մի հատ քաղցր խոսք ասածը կարող է դատաստանի ժամանակ այդ մի բանը մեզ փրկի։ Մեկին մի բաժակ ջուր տալը կարող է մեզ փրկի այդ դատաստանի ժամանակ, ուրեմն մենք դրա մասին մտածենք ժողովուրդ ջան, եւ փորձենք մեր կյանքը Աստծով ապրել։ Գիտեք, ավելի շատ նոր տարին մտածելու բան է, այլ ոչ թե անհոգ ուրախանալու, ինչի վրա ուրախանանք, ինչ ունենք ուրախանալու, հոգեպես հիվանդ ենք, նաեւ աշխարհի առումով մեր երկիրը տկար, թույլ, ուրիշ երկրների կողմից ծաղրվող, ինչ ունենք կորցրած, հա? Արցախը կորցրինք 5-6 տարի առաջ 42500 քառակուսի կիլոմետր էինք, այսօր 29000 քառակուսի կիլոմետր ենք։ Շահել ենք, թե կորցրել ենք։ Ու այլ շատ բաներ։
Այսօր մենք կորցրել ենք մեր նկարագիրը, մեր հայ տիպը, մեր հայ կերպը, հա, այսօր մենք դառել ենք միայն ուտող խմող երկող պարող ժողովուրդ։ Խոսք ասել չկա։ Գնացեք այսօրվա հարսանիքներն ու խնջույքները տեսեք, մի հատ իմաստալից խոսք չես լսի։ Մենակ անհակ ուտել խմել ու ինչ որ մի հիմար երաժշտության տակ թռվռալ։ Դա ազգ է, դա ազգի նկարագիր է, դա տեսակ է։ Ես հիշում եմ, երբ որ ես երիտասարդ էի, սրանց ընդամենը մի 30-40 տարի առաջ այդ տեսակի հարսանիք չկար։ Հարսանիքներին լինում էին մեծեր, թամադաներ, նստած էին, այնքան իմաստուն խոսքեր էին ասում, չէիր ուզում այդ մարդկանց բերանից ականջը հեռացնել։ Հիմա տես բան չկա, ինչի, որտեվ հոգե զուրկ ենք դարձել, հոգևորից պարպվել ենք, դարձել ենք մենակ մարմնով ապրող ժողովուրդ, մենակ յութով ապրող ժողովուրդ։ Ես մի խիստ խոսք պիտի կրկնեմ, այս բանը հիշենք, ուրեմն Գարեգին առաջին կաթողիկոսը իր քարոզներից մեկի ժամանակ ինչ ասեց, ասեց այն մարդը, որը չի աղոթում, լինի երկրի նախագահ, կամ նախարար, կամ ակադեմիկոս, կամ արվեստագետ, կամ երաժիշտ, կամ չգիտեմ գիտնական, ով ուզում է սեղի, եթե չի աղոթում, իր խոսքերն եմ ասում, բառացի, անասունից չի տարբերվում, որտև մարդը անասունից տարբերվում է Աստված պաշտությամբ, աղոթքով, երբ որ մարդը աղոթքը վերանում է մարդու կյանքի, Աստծո այդ հարաբերությունը վերանվում է, ինքը դառնում է մենակ նյութով մարմնով ապրող մարդ, ստամոքսի ու մարմնի, անասուններն են այդպես ապրում, ինչ տարբերություն է։ Ժորժ ջան, ուրեմն եկեք այդ վիճակից բարձրանանք։ Սաղմոս 2-ն ասում է մարդը պատվի մեջ էր, բայց չիմացավ, ընկավ, հավասարվեց անբան անասունին։ Եկեք այդ անասնական վիճակից բարձրանանք, նորից մեր մարդ կոչումին արժանանանք, Աստվածապատկեր մարդ լինենք, որ Աստծո օրհնությունն էլ մեր վրա լինի, որ իսկապես շնորհավոր լինի, մենք բոլորս աստվածային շնորհների կրողները լինենք։ Աստված բոլորիս օգնական պահապան։